Սկսենք ձեր մտքից, որ վախը մեր թշնամին չէ։ Հա, միանշանակ վախը եւ ընդհանրապես տագնապային սպեկտրի բոլոր դրսևորումները մեզ պաշտպանելու համար են։ Մեր հոգեբանական խնդիրները, հուզական խնդիրները հետևանք են նրա, թե ոնց է մեր ուղեղը, մեր կոգնիտիվ համակարգը գնահատում երևույթը։ Ես զայրանում եմ, ոչ թե որովհետև տվյալ իրավիճակը կամ գործողությունը անպայմանորեն զայրանալու բան է, այլ որովհետև ինչ որ կոնկրետ կերպով է իմ ուղեղը դա գնահատում։ Կամ ասենք արտերկրում հայրը ասում են Հայաստանում հոգեբանի դիմում են։ Իհարկե դիմում են։ Դիմելիությունը, ես ձեզ ասեմ, զիջում դիմելիության աստիճանը, ասենք այն երկրներին, որոնք համարում են զարգացած առողջապահությամբ երկրներ, ասենք իրեմ Գերմանիա, ցեցի գտնել տարածք, որը ուներ երկու մուտք։ Մի կողմից մտնում են շենքի հակառակ կողմից դուրս են գալիս։ Դժվար չի, պրոստը ապրել քո կյանքը եւ չքննարկել այցելուներին։ Դա դժվար չի։ Տագնապամարիչը իմ անձնական հաղթահարումը հիմքում ընկած չի։ Դա համենայն դեպս մասնագիտական փորձառության, գրականության, հետազոտահեն գրականության, ապացուցահեն մոտեցումների վրա հիմնված գիրք է։ Այնտեղ ուղղակի իմ փորձից օրինակներ կան մի քանի, որտեղ այդ նաև մարդկանց համար է շատ կարևոր։ Ինչից է վախենում Արման Բեգոյանը։ Ակնկալում եք, որ ես ասելու եմ։ Միամտաբար ակնկալում եմ, որ կասեք։ Հենց բան ասեմ, որ տենց Կիրառելի չլինի, հա, հետո ձեր դեմ։ Իմ դեմ դա չկիրառվի ոչ դատարանում, ոչ էլ դրանից դուրս։ Փորձում ենք գուշակել, թե ինչ է արգղի մեջ։ Շաքարաբաց։ Չէ։